Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության PKK-ի վերնախավի անդամները հավաքվել էին ազդարարելու կառույցի լուծարման, զենքերը վայր դնելու և զինված պայքարը դադարեցնելու մասին։ Վերջնական որոշումը կայացվել է մայիսի 12-ին PKK-ի վերնախավի նախաձեռնությամբ կազմակերպած 12-րդ արտահերթ համագումարի արդյունքներով, որը տեղի էր ունեցել մայիսի 5-ից 6-ը։ Արտահերթ նստաշրջանը կայացել է այն բանից հետո, երբ Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր առաջնորդ Աբդուլլա Օջալանը փետրվարի վերջերին հանդես էր եկել նամակ ուղերձով, որով հորդորում էր երբեմնի զինակիցներին վայր դնել զենքը, ինքնալուծարվել և հարցին մոտենալ ժողովրդավարական մեթոդներով, այլ կերպ ասած, բանակցել թուրքական իշխանությունների հետ։ Kongrenizi toplayın ve karar alın. Tüm gruplar silah bırakmalı ve PKK kendini Ստացվում է, որ PKK-ի վերնախավը արտահերթ նստաշրջանով ընդառաջ գնալով Օջալանի կոչին այն պաշտոնապես հաստատել է, ինչի առիթով կառույցի վերնախավը տարածել է հայտարարություն։ Դրանում մասնավորապես պատմական ակնարկ կատարելով քրդական խնդրին, զինված պայքարի նախապատմությանն ու պատճառներին, նշվել է, որ շարժումը հասել է իր նպատակին։ Ասվածի հիմնավորումն այն է, որ ազատության շարժումը, որը 1978-ին արտահայտվեց աշխատավորական կուսակցության հիմնադրման, իսկ հետո 1980-ականներից զինված պայքարի տեսքով նպատակ էր հետապնդում Թուրքիայի ներքաղաքական կյանքում ամրագրելու քրդերի գոյությունը, իրավունքները։ Այլ կերպ ասած, PKK-ի առաջնորդները, դիմելով այս քայլին, ակնկալում են ժողովրդավարական ճանապարհով, բանակցային գործընթացի միջոցով Թուրքիայի սահմանադրությունում քրդերի մասին հիշատակում և թուրքերի հետ միասին հավասար իրավունքների ստացում։ Փոխարենը խոստանում են, որ պատրաստ են կատարելու ստանձնած պարտավորությունները։ Հայտարարությունում նշվում է, որ PKK-ի արտահերթ նստաշրջանի որոշման հետագա գործընթացների կանոնակարգումը վերապահվելու է Օջալանին։ Թուրքական իշխանությունների դեմ Աբդուլլա Օջալանի սկսած զինված պայքարը զուգորդվել է տարբեր պահանջներով։ Սկզբնական շրջանում հիմնական նպատակներից մեկը եղել է անկախության գաղափարը, որը ժամանակի ընթացքում վերափոխվելով վերաճել է ինքնավարության և կամ էլ մշակութային իրավունքների տրամադրման պայքարի։ Ներկայում Օջալանը ցմահ պատիժը կրում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում և ասում են, որ նա բանտի միակ բնակիչն է։ Չի բացառվում, որ հետագա բանակցային գործընթացի հետևանքով 1999-ից ձերբակալված Օջալանի կարգավիճակում որոշ փոփոխություններ նկատվեն։ PKK-ի արտահերթ նստաշրջանի որոշումը լայն արձագանք է ստացել երկրի ներսում, որտեղ իրադարձությունը պատմական են անվանել։ Քրդաբնակ Դիարբեքիրում մի խումբ հավաքվածներ նույնպես ողջունել են PKK-ի հայտարարությունը, խնդիրները խաղաղ ճանապարհով հարթելու հույս հայտնել։ Համանման դիրքորոշմամբ են հանդես եկել նաև քաղաքական դաշտում հատկապես քրդամետ դեմ կուսակցությունը, որը գործընթացների նոր մեկնարկի հույս է հայտնել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հատուկ անդրադարձել է PKK-ի որոշմանը, այն շատ կարևոր քայլ համարելով իշխանությունների որդեգրած և կարգախոս հռչակած առանց ահաբեկչության Թուրքիա ծրագրի համար։ Ըստ Էրդողանի, PKK-ի որոշումը պետք է տարածվի նաև բոլոր թևերի վրա, ընդգրկելով կառույցի Հյուսիսային Իրաքի, Սիրիայի և Եվրոպայի մասերը։ Թուրքական իշխանությունները PKK-ի ինքնալուծարումը պատմական քայլ համարելուն միաժամանակ խոստանում են նաև աչալրջորեն հետևել դրա կատարման ընթացքին, համոզվելով, որ իրագործվելու են կառույցի որոշման բոլոր պարտականությունները։ Հիրավի այս պայմաններում քրդերի հարցը մտնում է նոր, սակայն բարդ շրջափուլ։ Մի կողմից թուրքական իշխանությունները կարևորում են PKK-ի որպես կառույցի վերացումը, մինչդեռ քրդերը հավասար իրավունքների ակնկալիքներ ունեն, որոնք ենթադրելի է, որ պետք է ամրագրվեն Թուրքիայի սահմանադրությունում։ Բացի այդ, հարցերից մեկն այն է, թե ինչ սկզբունքներով և եղանակներով է իրականացվելու զինաթափման գործընթացը։ Կարծես պարզ է մի բան, PKK-ի լուծարման գործընթացը ժամանակ է պահանջելու։